Փառք ենք տալի քեզ Տեր, քո մեծ եւ Տեր զորեղ գործիդ համար։ Այն բանը, որ մեր կյանքում արել ես ով Աստված, եւ Տեր Հիսուսյան շնորհակալ եմ այդ մեծ գործիդ համար, քո արյանդ համար, քո զորությանդ համար, քո անվան փառքիդ համար ով Աստված, փառք ենք տալի քեզ եւ շնորհակալ ենք, որ Տեր այսօր էլ կյանք ունենք, այսօր էլ առողջ ենք, որ Տեր քո խոսքիդ մեջ մտածենք եւ որոշում կատարենք ով Աստված։ Շնորհակալ ենք Տեր, ամբողջ քույրերիս ու եղբայրներիս քո ներկայության մեջ բարձրացնում եմ։ Թող որ Տեր այսօր, եթե դատարկ եկած են, լսված գնան։ Եթե անհույս են Տեր, հույսով վերադառնան Տեր Աստված։ Թող որ իրանց խաղաղությունը եւ իրանց ուրախությունը պակաս չլինի։ Հիսուս Քրիստոսի անունով ամեն։ Այսօրվա իմ քարոզից նյութը սա է. Աստված օգնիր ինձ։ Օգնիր ինձ։ Կարող է այսօր մարդիկ կան մեր մեջ, որ օգնության պետքություն ունեն։ Այդպես չի։ Ամեն օր մենք պետք ունենք, որ Աստված մեզ օգնի։ Գիտեք, եթե Աստված իր աշկը վերցնի մեր վրայից, շատ վտանգավոր բաներ կկատարվան մեր կյանքի մեջ։ Երբեմն մարդիկ ասուն հայոյում են, բայց չեն իմանում, որ Աստված այդքան սիրով է, որ իրավունք չի տալիս սատանան իրանց դպչի եւ իրանց ողորմում է։ Այսօր կարող է մենք պետք ունենք եւ կանչենք, ասենք Աստված օգնիր ինձ։ Աշխարհի, եթե ուզանանք ասենք ամենակարճ աղոթքն ինչ է, 3 բառի մեջ է. Աստված օգնիր ինձ։ Աստված օգնիր ինձ։ 3 բառի աղոթք, որ շատ զորավոր մի հատ աղոթք է։ Գիտեք, որ մեկը այսպեսի մի աղոթք է բարձրացնում, այսինքն իր ամբողջ հույսը ումի վրա է, ամբողջ հույսը Աստծո վրա է։ Ոչ մի մարդի էլ չի ենթարկվում, մենակ ենթարկվում Աստծուն, որ Աստված իրան փրկի։ Ուրեմն մեր հավատքի ճանապարհն գալիս է մի պահ, երբ մենք կարող ենք ասել միայն այս 3 բառը։ Իսկականից գալիս է մի ժամանակ մեր կյանքի մեջ, որ այս 3 բառը շատ է մեզ օգնում։ Աստված օգնիր ինձ, եւ որ ճանապարհները փակ է, եւ որ ոչ մի հույս չկա, եւ որ ամեն դժվարությունները շրջապատել է մեզի, ամենալավ աղոթքն է, որ մեր բերանից դուրս կգա։ Գիտեք, երբեմն ժամեր մենք աղոթում ենք, բայց ոչ մի զորություն չի գալի, ժամեր մենք աղոթում ենք, ոչ մի ուրախություն չի գալի, բայց ժամանակ է գալի, որ բոլոր սրտով եւ որ ասում ենք Տեր օգնիր ինձ, այն ժամանակ կարծես մի ուժեղ ձեռք գալիս է եւ մեզի բարձրացնում է։ Տարիներ առաջ ես պատմել եմ մի քանի անգամ, կարող է որոշ մարդկանց համար նորություն լինի։ Ես շատ դժվարություններից անցնում եմ եւ Աստծուն սկսեցի հայհոյել։ Աստծուն սկսեցի բադ բաներ ասել, դու գոհություն չունես, ամեն բանը սուտ է։ Խոսքդ սուտ է, ես չեմ էլ հավատում նորեն քեզի։ Սուրբ Գիրքը ինչ որ գրած է սուտ է։ Եվ այդ ընթացքին մեր եկեղեցու հովիվը զանգավ Եղբայր Լևոն եւ սկսեց ինձ ինչ բան որ ես Հիսուսին ասել էի, Աստծուն ասել էի, ինքը սկսավ իր պատասխանը տալ։ Եվ այդ ժամանակ ես վրապերին ընկեցի Աստծու ներկայության մեջ եւ ասի Տեր ներիր ինձ, որտեվ ես շատ թերահավատ մի մարդ եմ։ Եվ մյուս օրը, չգիտեմ մյուս օրն թե մի քանի օր հետո վիճակս շատ վատ էր։ Մտա իմ սենյակս, ասացի Տեր, այսօր ոչ աշխատանք ունեմ, ոչ փող ունեմ ընտանիքիս համար։ Օգնիր ինձ։ Օգնիր ինձ, ես ցերկս երկարացնում եմ դեպի քեզ։ Քո խոսքդ ասում է, եթե ես սոված լինեմ, եթե ծարավ լինեմ, դու կարող ես օգնես ինձ։ Եվ այդ ընթացքին հիշեցի մի հատ ընկեր ունեի, որ պետք է գործ տար ինձ, աշխատանք տար ինձ, որ իհատ աշխատեի, մանի կալինրա հասեի հետևից։ Եվ որ սկսեցի կաստոմներից մեջ ման գալ։ Վերջի կաստոմի մեջ էր, երբեք չեմ մոռանա։ Եվ որ ձեռքս տարեցի, ձեռքս կպավ ակին փողի, որ բոլորովին ես փող չունի այդ օրը, բայց Աստծուն վստահեցի եւ կանչեցի, ասի Տեր ինձ ողորմիր այսօր, եւ Աստծո ողորմությունը վարկյանապես եկավ, եւ այդ ժամանակ էլի նորեն ընկավ վրապերնին, Տեր Աստված, ինչքան ես հրավատ եմ, շնորհակալ եմ, որ դու իմ կյանքիս մեջ գործում ես։ Այսօր կարող է առիթ լինի, որ մենք ձեռք բարձրացնենք եւ ասենք Տեր Աստված օգնիր ինձ։ Գիտեք, երբեմն մենք մեր ուժերի վրա ենք հենվում, բայց թողեք որ Աստծո ուժի վրա մենք մտածենք։ Սա կարող է համարվել աշխարհի ամենակարճ աղոթքը եւ ամենահզոր աղոթքը։ Գիտեք, աղոթներ շատ կա, կարող ենք ժամեր աղոթենք, բայց թողեք այս աղոթքը այսօր մենք վերցնենք, Աստված օգնիր ինձ։ Չեմ իմանում դուք ինչ ընթացքից եք գնում,
բայց իսկականից այսօր ես պետք ունեմ Աստծո օրհնություն եւ Աստծո օգնություն իմ կյանքիս մեջ։ Շատ բաների մեջից եմ անցնում, դժվարություններ ինձ համար շատ կա, բայց աղոթում եմ, որ Տեր Աստված օգնիր ինձ։ Այս կարճ աղոթքը գուցե մի քանի վայրկյան տևի, բայց այն շարժում է երկինքը։ Գիտեք, աղոթներ կա, որ շարժում է երկինքը։ Գիտեք, եւ որ մարդ ըննում է եւ ոչիչանում է եւ զգում է, որ դել ոչ մի ճար չկա, այն ժամանակ կարծես մի լույս ծագում է եւ Հիսուս Քրիստոսը գալիս է եւ իր ձեռքը տալիս է, որ մենք վերկանանք եւ շարունակենք։ Աստված երբեք չի անտեսում անկեղծ օգնության աղաչանքը։ Երբեք Աստված deny չի անում, երբեք Աստված reject չի անում։ Այս ժամանակ որ մեր սրտի տակից բխող աղոթքը բարձրացնում ենք Աստծուն։ Մեր Աստվածը ականջ ունի, լսում է եւ աչք ունի եւ տեսնում է։ Բայց պայմանը սա է, որ մենք 100% վստահենք նրան։ Չասենք իմ դժվարություն դու մեծ ես, ասենք Աստված դու ավելի մեծ ես։ Աստված օգնիր մեզ, օգնիր ինձ։ Աստված օգնության աղբյուր է։ Համաձայն եք ինձ հետ։ Աստված օգնության աղբյուր է։ Hallelujah. The source of help. Օգնության աղբյուր։ Աստվածաշունչը լի է օրինակներով։ Լի է օրինակներով։ Սամպլներ մենք շատ ունենք Աստծո խոսքի մեջ, որտեղ մարդիկ իրենց տկարության պահին կանչեցին Աստծուն եւ նա պատասխանեց։ Սուրբ գրքի մեջ հարյուրավոր մարդիկ կան, որ այդպեսի վիճակի մեջ են։ Այսօր արդյոք Աստված անցյալի Աստվածն է, թե այսօր էլ ընտեն Աստվածն է, որ զորություն ունի անցյալից եւ ապագան էլ Աստծո ձեռքերի մեջ է, արդյոք հավատում ենք սրան։ Մեր Աստվածը անցյալի Աստված, հիմա այսօրվա Աստված եւ հավիտենական Աստված է եւ հավատարիմ է միջով հավիտյան։ Եկեք նայենք, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում Աստծո օգնության մասին։ Աստված մեր օգնության աղբյուրն է, Սաղմոս 121 առաջի եւ երկրորդ համարը։ Եվ բարձրացնում եմ իմ աշկերը դեպի սարերը, որտեղից պետք է գա իմ օգնությունը։ Երկրորդ համարն ասում է. իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքը ու երկիրը։ Երկու հատ համար են, բայց շատ զորավոր համարներ են։ Գիտեք, Սաղմոս գրողը մի գաղտնիքի մասին է խոսում։ Ասում է, ումից օգնություն առնեմ։ Արդյոք աշկերս բարձրացնեմ դեպի սարերը, այսինքն ստեղծագործությունը, ինչ որ creation-ի մեջ կատարվել է, ես դիմեմ նրան, որ ինձ օգնեն։ Աստծո խոսքն ասում է, վայ նրան, որ մարդին դիմի։ Հիմա Սաղմոս գրողն ասում է, ես աշկերս բարձրացնում եմ դեպի սարերը, բայց ինձ համար օգնությունը ով է, ոչ թե ստեղծվածը, այլ այն, որ ստեղծել է, այսինքն Աստված, որ ստեղծել է այդ ամեն բաները, աներևույթ բաները եւ այդ բաները, որ մեր աշկերը տեսնում է, Աստծո արած գործերն են։ Հիմա մենք մեր նայվածքը դնենք ինչին, այն բանը, որ Աստվածն է ստեղծել, թե ինքը Աստծո վրա։ Երբեմն մեր օգնությունը կարծում ենք, որ աշխարհի այդ ունայն բաներով մեր ամեն դժվարությունները կանցնի, բայց այդ այնցով չի։ Աստված կարող է ամեն նեղ ժամանակ գա եւ այցելի մեզի։ Սաղմոս արգունը իր աղոթքը չի կենտրոնացնում ստեղծվածի վրա, այլ ստեղծողի վրա։ Ուրեմն այս երկու հատ համարից ասենք սովորում ենք։ Իրական օգնությունը չի գալի փողից, մարդկանցից կամ իշխանությունից, այլ գալիս է Տիրոջից։ Գիտեք, իշխանությունների վրա, գավերնմենտների վրա չի լի վստահել, կլինի վստահել, ամեն օր մի նոր բան է գալի։ Անցյալ օրը մարդիկ գնացել են SSI առաջ, բողոք են ներկայացնում, որտեղ կառավարական օգնությունը կտրվել էր։ Այսօր ժողովուրդը մտածում են, կառավարական օգնությունը կտրվի, ես ինչ պետք է անեմ։ Թող մեր աղոթքը բարձրանա, որտեղ Աստված հավատարիմ է եւ ամենավատ ժամանակներին Աստված ինչ կանի, Աստված ներս կգա եւ կօգնի մեզի։
Երբ մենք աղաղակում ենք, Աստված գալիս է, երբ աղաղակում ենք Աստված օգնիր ինձ, մենք խոստովանում ենք մի կարևոր բան, որ մենք չենք կարող ամեն ինչ ինքներս լուծել։ Եվ որ մենք Աստծուն ասում ենք Տեր օգնիր ինձ, այսինքն թույլ ենք տալի Աստված ներս մտնի մեր կյանքի մեջ։ Այսինքն թույլ ենք տալի Աստծուն, որ ներս մտնի մեր պատմության մեջ։ Եվ Աստված շատ ջենթել է, Աստված շատ ջենտլմեն մարդ է, բան անձնավորություն է։ Եվ որ այդքան ջենտլմեն է, առանց մեր իրավունքի ներս չի մտնի մեր կյանքի մեջ։ Դրա համար մենք պետք ունենք նրան կանչենք։ Տեր Աստված ներս մտնի իմ կյանքիս մեջ։ Այսօր այս դժվարությունս միայն դու ես կարող լուծես։ Միայն քո ձեռքերի մեջ է կարող կատարվի։ Ես հիշում եմ պատերազմի ժամանակ պետք է գնայի ծառայություն, զինվորություն պետք է գնայի։ Եվ որ գնացի, մենակ հայինի այդ քաղաքում որ գնում էի, եւ ամբողջ հարուստ տղերքը եկել էին իրանց տանոթներով։ Եվ իրանց տանոթներն ամեն ջեներալներ էին, աֆիսերներ էին եւ եկել էին այդ տղերքին մի լավ տեղ իրանց համար դասավորել էին, որ կռվից հեռու կարողանային ծառայեն։ Եվ ես աշկերտս բարձրացեցի դեպի երկինք։ Ասի Տեր Աստված, սրանք մարդիկ են բերել, ջեներալներ են բերել, փող ունեն, բայց ես ոչ ջեներալ ունեմ եւ ոչ փող ունեմ։ Դու ես իմ հարստությունը եւ դու ես իմ ջեներալը։ Եվ որ մեզի բան արա, մեզի հավաքեցին 3 խումբ, մեզի կարգավորեցին 3 խումբի մեջ եւ մի հոգի եկավ ասավ դուք ընկել եք ամենավատ տեղը, պետք է գնաք 3 ամիս բան անեք, train տեսնեք, սովորեք, դե ուղարկելու են կռվի ճակատը։ Ես այդ ժամանակ հիասթափվա, մոռացել էի, որ ինչ եմ աղոթել։ Եվ գնացի եղբորս ասի մենք այսպես տեղ ենք ընկել եւ եղբորս մեկ ինչ մխիթարեց ինձ, ասավ մի վախեն Աստված մեծ է։ Եվ որ հետ տարանք բասն եկավ եւ ամենքս նստեցինք ու քաղաքից որ դուրս գնացինք, մի հոգի մեզի տանում էր դեպի Զորանոց։ Եվ ասավ կարծում եք որտեղ եք ընկած։ Եթե Զորանոցի անունը տվեցինք, ամենավատ Զորանոցն է Պարսկաստանի մեջ։ Ասավ սուտ էինք ասում։ Ասավ այդտեղ չեք գնում։ Դուք միջով պատերազմի վերջը կռվի ճակատ չեք գնա։ Եվ դուք ամենահանգիստ տեղն է որոշված որ ետակ զինվորություն։ 40 հոգի ենք։ Այդ ժամանակ ես ընկա եւ սկսեցի արտասվել ու լացել։ Բայց պարսիկ տղայի մոտ էր։ Ասավ ինչու եք լացում, ասի Հիսուսին խնդրեցի եւ Հիսուսը պատասխան տվավ ինձ։ Գիտեք մենք երբեմն մոռանում ենք Աստված ինչ գործեր է մեր կյանքի մեջ անում։ Երբեմն էլ չեն կարողանում վստահենք, որտեղ աղոթներ է եղել եւ Աստված պատասխան կարողա չի տվել։ Կամ կարծում ենք Աստված պատասխան չի տվել, բայց Աստծո պատասխանները երբեմն ոչ է։ Երբեմն Աստված ասում է չէ, այդ աղոթքը որ աղոթում ես, ես պատասխան չեմ տալու, բայց մենք միշտ սպասելիք ունենք։ Տեր Աստված ես աղոթքից պատասխանը տուր, բայց ամենակարևոր բանը սա է, Տեր օգնիր ինձ։ Չէ որ իմ աղոթքից պատասխանը տուր, օգնիր ինձ։ Այսօր պետք է սովորենք, որ ինչ բաների համար Աստծոց օգնություն խնդրենք։ Երբ մենք աղաղակում ենք Աստված օգնիր ինձ, մենք խոստովանում ենք, որ մենք չենք կարող ամեն ինչ ինքներս լուծել։ Համաձայն եք ինձ հետ։ Ամեն բան մենք չենք կարող լուծել։ Աստված լսում է տկարներին։ Նրանք որ ոչ մի զորություն չունեն։ Աստված խեղճերի Աստվածն է։ Աստված սրտով կոտրվածների Աստվածն է։ Գիտեք Սաղմոս 34-ի մեջ 6-րդ գլուխն ասում է Աստված խեղճի աղոթքը լսեց եւ պատասխան տվեց նրա աղոթներին։ Եվ իրան ինչ արավ, իրան ազատեց ամեն իր դժվարություններից։ Ես չեմ գրել, անգամից մտքիս եկավ Սաղմոս 37 6-րդ համարը։ Psalm chapter 37 verse 6 Աստված խեղճի աղոթքը լսեց եւ պատասխանեց եւ իրան ազատեց իր ամեն դժվարություններից։ Ամեն Աստված խեղճերի Աստվածն է։ Եվ որ ասում եմ խեղճ չի նշանակում մարդ պետք է աղքատ լինի։ Խեղճ լինելը, այսինքն ես ճարահատված եմ։ Ես ոչ մի բան չեմ կարող անել։ Ես ընդունում եմ, որ տկար անձնավորություն եմ։ Ես ընդունում եմ, որ միայն ու միայն կարող եմ Աստծո առաջ խոնարհվեմ։ Ոչ մի մարդ չի կարող ինձ օգնություն տա, միայն Աստվածն է կարող։
Մենք չենք կարող ամեն ինչ ինքներս լուծել։ Մենք վստահում ենք նրան, ով որ կարող է, վստահում ենք այն Աստծուն, որ ամեն բան կարող է։ Քո դժվարության մեջ մի նայիր միայն խնդիրին։ Մեր դժվարությունը սա է, մեր դժվար պահերին նայում ենք այդ խնդիրի դժվարության։ Այդպես չի, ինչքան մեծ է, գալիս է դժվարությունը, գալիս է, որ ինձ միջի ստանի։ Գիտեք, վախը միշտ ներկայացնում է անիրական մի բան։ Վախը այն բանը, որ գցում է մեր սրտին, այդ չի որ կպատահի։ Ոմանք ասում են այսօր, որ դու վախենում ես իրանից, անցյալում վախենում ես, այսօր հիմա դու դրա մեջ ապրում ես։ Երբեմն մենք վախենում ենք, բայց այդ վախը, երբ որ հասնում ենք նրան, տեսնում ենք ոչինչ է։ Վախենալը շատ հետաքրքիր մի բան է։ Գիտեք, երբեմն վախենալը մի բանից է գալի, որ իրականություն չունի։ Ես հիշում էի զինվոր ժամանակ մութ տեղ կանգնած էի եւ պահակ էի, գարդ էի եւ շատ մութն էր, որտեղ օդանավներ գալիս էին ռմբագործում էին, լրիվ ճրակները հաշկած էր։ Ասխել չկար երկնքում լուսինն էլ չկար, շատ մութ էր այդ գիշեր։ Հետո մենք մատ գերեզմանատան մոտ էինք։ Մտածեք այդ վիճակի մեջ ոչինչ չի երևում։ Հիմա զգացի, որ մեր 10-15 հատ մարդ խոսալ են գալիս են դեպի ինձի։ Հասան կամաց իրան ձայնը բարձրանում էր, բարձրացավ։ Մեկ անգամից վրացան ինձ մոտ մատ տրանցից շատ բարձր սկսավ ծծաղալ, այնքան ծծաղը բարձր, ես մոտ էր ուշքից կնայի։ Հրացանս պատրաստեցի, որ կրակեմ, ձայնը կտրվավ։ Մնաց միջով առավոտյան նորեն հետ տարա այդ փոստի վրա եւ հետաքրքիր բան տեսա։ Տեսա մատ փոքր ծակ կա, այդ պահակի տեղ որ կանգնում էի, վերև տեղ էի եւ ցածը մատ ծակ կար այդտեղ։ Եվ մեկ անգամից տեսա մի 10-15 չակալ դուրս եկան եւ սկսան փախնել։ Նոր իմացա այդ ծաղը, այդ բարձր ձայնը այդ կենդանիներից էր։ Վախը երբեմն անիրական մի բան է ներկայացնում եւ մեր կյանքի ամեն ինչ իր ձեռքերի մեջ է առնում։ Մեր Աստված մի Աստված է, որ վախի ժամանակ իր ձեռքը երկարացնում է եւ մեզի ազատում է։ Ամեն, հավատում եք դրան թե չէ։ Աստված լսում է տկարներին։ Քո դժվարության մեջ մի նայիր միայն խնդիրին։ Բարձրացու աչքերը դեպի Աստված։ Նա ավելի մեծ է, քան որ բոլոր խնդիրները միասին։ Ամեն բան կարող է մեզ շրջապատի, բայց Աստծո զորությունը հիանալի է։ Աստված լսում է տկարներին։ Սաղմոս 34:17 եւ 18 տեսի ինչ ասում։ Արդարները կանչում են եւ Տերը լսում է նրանց։ Արդարները կանչում են եւ Տերը լսում է նրանց։ Մենք պետք է կանչենք Աստծուն։ Կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ քեզ։ Ամեն։ Երեմիա 33:3 համարը։ Կանչիր ինձ եւ ես կպատասխանեմ քեզ։ Արդյոք հավատում եք դրան թե չէ։ Ժամանակներ կա որ դու պիտի կանչես ամենափոքր բանի համար։ Չգիտեմ դու կյանքի մեջ այդ փորձառություններ ունեցել եք թե չէ։ Ժամանակներ է գալի որ ոչ մի ճար չունեք, աղաչում եք։ Ես պատմություններ իմ կյանքից շատ ունեմ ասելու, այսօր որոշել եմ քանի հատ վկայություն կյանքից մեջ կա։ Ասեմ այստեղ եկել էի գնացել աշխատանքի։ Երկու հատ անչափահաս երեխա, տանվարձը շատ տանկ եւ աշխատանքի ընթացքին շատ սիրտս կոտրված էր, ասի Տեր օգնիր ինձի։ Օգնիր չեմ կարողանում, այս աշխատանքը չի երքում։ Տանվարձը չեմ կարողանում տամ, օգնիր ինձի։ Եվ այդ օրը շատ զարմանալի էր, այդ օր Կարմելան ինձ զանգավ։ Շուտ արա արի, որտեղ մեզի տուն անգած, կառավարական տուն անգած, պետք է եթանք մեր տվյալները տանք, այդ տունը պետք է մեզի տան։ Նոր հիշեցինք, որ մի տարի նախքան այդ մեր թուղթ մենք լրացրել եւ ուղարկել ենք, ոչ մի այդեա չունեինք նրանից։ Եվ զարմանալի ձևով Աստված այդ րոպեին, որ աղոթքն արեցի, Աստված ինձ պատասխանեց։ Զարմանալի է մեր Աստված, սկսեք փորձել Աստծուն։ Գիտեք, ոմանք ասում են մենք Աստծուն չէ պետք է փորձենք։
Հիսուսն այդպես ասում, Հիսուսը ասում քո աստուն մի փորձիր, բայց այս փորձանք չի, այս վստահել է աստուն։ Եվ որ մենք ասում ենք Տեր Աստված խնդրում եմ այս բանն արա եւ Աստված անում է։ Սկսեք քիչ-քիչ վստահել եւ կտեսնեք, որ Աստված ինձ զարմանալի բաներ կանի ձեր կյանքի մեջ։ Այս իմ կյանքից վկայությունն է։ Եվ վստահ եմ, որ ամեն մեկը դուք այդ վկայություններից ունեք որ տակ։ Նա փրկում է նրանց բոլոր նեղություններիցը։ Տերը մոտ է նրանց, տեսեք շատ կարևոր բան ասում։ Տերը մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է, եւ փրկում է ումերին, հուսահատներին, նրանք որ էլ հույս չունեն, նրանց ֆեյթը կորցրած է, եւ այդ ժամանակ որ հույս չկա, աղոթք ենք բարձրացնում, Աստված օգնություն է գալի։ Մեր Աստված սուրպրայզանող Աստված է։ Հավատացեք այդպեսի մի անձնավորություն է։ Մեկ անգամից մի տեղ կա Աստված որ ոչ մեծ թվի այդիա մենք չունենք դրա մասին, բայց կարևորը սա է որ խոնարհ սիրտ ունենանք, խոնարհության գնանք նրա ներկայության մեջ։ Աստված հեռու չէ, երբ դու ցավ ես զգում։ Աստված հեռու չի։ Համաձայն եք ինձ հետ։ Ոմանք կան այստեղ որ Աստված իրանց պատասխանը տվել է։ Եվ այսօր նայում են եւ գոհանում են այդ բանից, որ Աստված անցյալում իրանց կյանքի մեջ արել է։ Աստված ամենամոտն է։ Նա ամենամոտն է, երբ քո սիրտը կոտրված է։ Սաղմոս 23-ը մահի շուքի ձորումը գնամ չար բանի չեմ վախենա։ Ինչու համար? Որտեվ Աստված մեր հետ է, Աստված մեզ հետ քայլում է։ Թեև թվում է, թե մենակ ես։ Ովեր են կարծում, որ մենք մենակ ենք։ Ով է այստեղ, որ կարծում է ինքը մենակ անձնավորություն է, բայց մենք մենակ չենք։ Ես քեզ տեսնում եմ, ես քեզ լսում եմ, Աստված այսպես է ասում։ Աստված ոչ միայն լսում է, այլ գործում է։ Հիսուս Քրիստոսն ասեց, որ Հայրս գործում է, ես էլ գործում եմ։ Կարծում եք երկնքում Աստված ինչ գործ ունի անելու։ Մեծ ստեղծագործությունը չի վերջացրել։ Մի հատ կարևոր գործերից սա է, որ մեր աղոթների պատասխանը տա։ Մի հատ կարևոր բաներից սա է, որ Աստված օգնություն ուղարկի մեզի համար։ Կհասնենք Աստծո խոսքից նմուշներ ունենք, որ կարող ենք խոսանք նրա մասին։ Նա ոչ միայն լսում է, այլ գործում է։ Երբեմն օգնությունը գալիս է ինչի ձևով, ուժով, ուժ է գալի, երբեմն խաղաղություն է բերում, երբեմն մարդկանց միջոցով Աստված իր օգնությունն ուղարկում է, բայց նա միշտ գալիս է ճիշտ ժամանակին է գալի։ Գիտեք Աստծո տարբերությունը մեզ հետ ինչ է, Աստվածը ճիշտ ձևով, ճիշտ ժամանակին երևում է մեր կյանքի մեջ, ճիշտ ձևով եւ ճիշտ ժամանակին։ Բայց մենք երբեմն չենք կարողանում ճիշտ ձևի մեր կյանքը վարենք։ Աստված մեր ստեղծագործիչ Աստվածն է եւ ամեն բանը լավ գիտի։ Օրինակ բերենք Աստծո խոսքից, երբ Պետրոսը սկսեց խորտակվել ալիքների մեջ, նա աղաղակեց. «Տեր, փրկիր ինձ»։ Մատթեոս 14-րդ գլուխ 30 եւ 31։ Պետրոսը տեսավ Հիսուս Քրիստոսը ջուրերի վրա գալիս է, քայլում է, ինքը նավի մեջ էր, ուրախացավ։ Վաու, Հիսուս Քրիստոսը գալիս է։ Հիսուս, եթե դու ես ինձ իացա, ես ոտս տնեմ ջուրի վրա եւ քայլեմ։ Եվ Հիսուսն ասավ. Պետրոս, դու սարի։ Եվ որ Պետրոսը սկսեց ջուրի վրա քայլել, ալիքներ եղավ։ Եվ ինքը մտավ ջուրի մեջ։ Ինքը իր հույսը կորցրավ։ Եվ խեղդվելու վրա էր։ Եվ կանչեց. Տեր, օգնիր ինձի։ Գիտեք այն ժամանակ, որ Հիսուսը Պետրոսին օգնում էր, ինչ էր նայում, ինչ էր մտածում Պետրոսի մասին։ Գիտեր այդ Պետրոսը պետք է իրան դավաճանի, 3 անգամ պետք է ինչ անի, ուրանա նրան։ Գիտեր Պետրոսը գզեղչի եւ կապաշխարի խոր սրտով։ Գիտեր, որ Պետրոսը Պենտեկոստեի օրը կկանգնի 3000 մարդու քարոզի եւ 3000 մարդ հավատքի կգան։ Գիտեր Պետրոսը,
պետք է գնա եւ գլխավեր խաչվի։ Եվ գնաց հավատարիմ թվով գլխավեր Պետրոսը խաչվեց։ Աստված իմանում է իմ եւ քո ապագան ինչ է պատահելու։ Եվ որ մենք կանչում ենք Տեր օգնիր ինձի, Աստված մեր ապագան էլ տեսնում է։ Դրա համար իր ձեռքը երկարացնում է եւ մեզի օգնում է։ Եվ Պետրոսին Հիսուս Քրիստոսը հասնում է եւ ձեռքը բռնում է, բարձրացնում է, ասում Պետրոս, երանի որ այս ալիքներին չնայիր եւ հավատքդ միջով վերջ պահեր։ Մեր կյանքի մեջ այդպես է, ալիքներ է գալի, դժվարություններ է գալի, հիվանդություններ է գալի, բայց մենք դժբախտաբար այդ հիվանդության ժամանակ կորցնում ենք մեր հույսը եւ խորտակվում ենք։ Խորտակվելուց երկու հոգի ստեղ կան, որ լավ փորձառություն ունեն։ Գիտեք, եւ որ մարդ ջուրի մեջ է ընկնում։ Եվ որ մարդ ջուրի մեջ է ընկնում եւ խորտակվելու վրա, իր հույսը կորցնում է։ Կարծես էլ ոչ ոք չկա այդ ժամանակ իրան օգնի։ Բայց եւ որ մենք կանչում ենք Տեր Աստված օգնիր, այն ժամանակ Աստծո օգնությունը գալիս է եւ իրան օգնում է։ Մի կարճ աղաղակ բավական է թրկիչը ձեռքը ձգելու համար։ Երբեմն Աստված հասնելու համար քեզ երկար խոսքեր պետք չունի։ Երբեմն Աստված լսելու համար երկար խոսքեր պետք չունի։ Հիսուս Քրիստոսն ասում է հեթանոսների նման մի եղեք, որ երկար աղոթեք, շարունակ մի բանը կրկնեք եւ աղոթեք։ Հեթանոսներն են այդպեսի բաներով անում։ Գիտեք, պարսիկների մեջ այդպես է։ Օրը 5 անգամ իրանց աղոթքն անում են, 5 անգամն էլ մի բան են ասում Աստծուն։ Իրանց Աստծուն։ Թողեք կարճ եւ կտրուկ եւ սրտի տակից հավատքով Աստծուց ուզենանք։ Պետք է միայն անկեղծ սրտով, անկեղծ սրտով եւ հավատքով մոտենանք Աստծուն։ Աստված լսում է կարճ, բայց հավատքով լի աղոթները։ Կարճ աղոթք։ Հիսուս Քրիստոսը ասում էր եւ լինում էր։ Եվ մեզ համար այդ բանը տվել է։ Օգտվենք այդ բանից, որ Աստված տվել է մեզի։ Ղազարոսին ասեց, Ղազարոս դուրս եկ։ Ղազարոսը դուրս եկավ։ Զորություն կա մեր բերանի մեջ։ Բայց այդ զորությունը այն ժամանակ է գործում, որ մեր հավատքը գործվում է։ Ամեն։ Այսօր ես իսկականից ոչ մի բան չունեի։ Ճիշտ կարծես սրտիս մեջ դադարություն էի զգում։ Եվ սիրտս այնքան տաք չէր, որ քարոզ պատրաստեի, առավոտ ժամ 6-ն էր։ Եվ միջով առավոտ ժամը 6-ը չէի կարողանում Տեր Աստված, ինչ պետք է ասեմ այսօր։ Օգնիր ինձ։ Մեկ անգամից այս բանը մտքիս մեջ խփավ, որ օգնիր ինձ այսօր ամենալավ քարոզը պետք է լինի ամեն մեկիս համար։ Գնացեք եւ Աստծուն ասեք օգնիր ինձ։ Եվ Աստված օգնում է մարդկանց, հասնում է ժամանակին։ Երբեմն պետք է անդադար աղոթես, որպեսզի ստանաս պատասխաններ քո աղոթների համար, ինչպես Դանիել մարգարեն։ Գիտեք, Դանիել մարգարեն մի վիճակի մեջ էր։ Թագավորն ասել էր, եթե դու օտար Աստուն պաշտես, պետք է սպանվես։ Դանիելին ինչպես որ գիտեք, Դանիելին գցում են արյուզների գուփի մեջ, բայց եւ որ գալիս են գցում են Դանիելը արյուզները ոչինչ չեն արել Դանիելին։ Արդյոք այդպեսի բան կպատահի։ Երեք օր առաջ մի հատ վիդեո էի նայում, մի հատ Պարսկաստանի Շիրազի մարդ էր, որ իր աշխատանքը արյուզներ մեծացնել էր։ Եվ իր ռեկորդը էտա որ 40 հատ արյուծի հետ մի բանդի մեջ մի հատ վանդակի մեջ այլի 40 հատ արյուծի հետ։ Ուրեմն Աստծո խոսքը ճշմարտություն ամեն, բայց Դանիելն ինչ անում։ Չի իմանում, պատասխանը չի իմանում, Աստծոց օգնություն է ուզում։ Պատուհանները բացում է, Դանիելի 10-րդ գլուխ եթե նայեք, պատուհանները բացում է եւ դեպի Երուսաղեմ սկսում է աղոթել։
Եվ 21 օր իր աղոթքը տևում է։ Երբեմն մեր օգնությունը գալիս է, բայց դժվար ժամանակները մենք պետք է ընդունենք եւ համբերենք։ Բայց այդ ժամանակ, որ մենք աղոթում ենք, Աստված օրհնություն ուղարկում է, բայց մենք չգիտենք, որ երկնքում մեզ համար պատերազմ կա։ Հրեշտակը հասնում է Դանիելին, ասում է 21 օր առաջ, երբ որ աղոթեցիր, քո աղոթքը լսվավ եւ գալիս էի, որ քեզի օգնեի, բայց Պարսի դևը, Պարսկաստանի դևը սկսեց պատերազմել եւ միջով այսօր տևած այդ հաղթությունը, որ եկա, որ քո աղոթքիդ պատասխանը տան։ Ուրեմն երբեմն էլ կարող է հարատևի, բայց մենք պետք է իմանանք ինչ վիճակի մեջ ենք։ Եվ որ պատուհանը բացում է Դանիելը, դեպի Երուսաղեմը աղոթում, այսինքն ինքը հավատում է եւ իր ամեն ներկայությունը, ամեն իր մտքի, ամբողջ էությունը դրել է մի բանի վրա, որ ամեն օր կա համար աղոթի։ Տաճարի դիմաց նստած եւ աղոթում է 21 օր։ Պաս է պահում։ Աղոթքի մեջ է։ Եվ 21 օր հետո Աստծո պատասխանը գալիս է։ Աստծո օգնությունը միշտ իր շնորհի պատճառով է գալի, grace։ Աստծո օգնությունը գալիս է, որովհետև Աստված շնորհով է, որ մեզի հանդիպում է։ Եբրայացիների 4-րդ գլուխ 16-րդ համար։ Hebrews chapter 4 verse 16։ Եկեք մոտենանք շնորհի գահին վստահությամբ։ Ասում եմ մոտեցիր, բայց վստահությունով մոտեցիր։ Եթե մեր հայրերը մեզ ասում են, արի ես քեզի կվերցնեմ իմ հետ, թռի ես քեզ կբռնեմ, մենք վստահում ենք, այդպես չէ։ Ես հիշում եմ պատանի ժամանակ բարձր տեղից թռնում էի, հայրս ինձ օդի մեջ բռնում էր։ Վստահում եմ, որ իմ հայրը կբռնի ինձ։ Եթե չվստահի, չի կարող թռնի։ Եվ Աստծո վստահելը նմանում է մարդ, որ թռնում է մի մութ տեղ, չի իմանում այն մյուս կողմը ինչ կա։ Մթության մեջ թռնելը jump to the darkness, թռնում ենք, առանց որ իմանանք այդտեղ ձոր է, տնենք, բայց իմանում ենք Աստված այդ մթության ժամանակ, այդ մութ տեղում Աստված կա եւ մեզի կպահպանի։ Ամեն։ Եկեք մոտեցեք շնորհի գահին վստահությամբ, որպեսզի ողորմություն ստանանք եւ շնորհ գտնենք օգնության ժամանակ։ Երբ կանչում ենք Աստծուն, մենք մոտենում ենք շնորհի գահին, ոչ թե դադաստանին։ Հալելույա։ Երբեմն մարդիկ մտածում են, որ երբ որ գնում ենք աղոթքի, Աստված դաժան թևով կանգնած է եւ սկսում է քննադատել մեզի, բայց այդպեսի չի։ Աստված այդ րոպեին, որ մեր կոտրված սիրտը տանում ենք իր մոտ, Աստված judgmental մտածելակերպ չունի այդ րոպեին։ Սկսում է լսել մեզի, սկսում է խրախոսել, սկսում է մեր աղոթները պատասխան տալ, սկսում է մեզի շոյել։ Երբեմն ես սովորություն ունեմ, Տեր Աստված, գրկիր ինձ։ Տեր Աստված, ընկածեմ քո ոտքերին, գրկիր ինձի։ Ոտքերը ճիշտ զգում եմ, որ Հիսուս Քրիստոսի ոտքերը ես գրկում եմ եւ զարմանալի զորություն է գալի։ Հավատացեք, Աստված զարմանալի Աստված է։ Նա դոտար ուղղություն տամ։ Հիշում եք, քանի ամիս առաջ ասացի, որ մա ցեվական բան եկավ, մարդ եկավ իր համար աղոթեցինք դև ուներ։ Ուրբաթ առավոտ եկավ մեր աղոթքի տեղը։ Եվ ինքը գնացել էր Բրեզիլում, նա մեծ հավաքույթ էր եղել։ Եվ այդ հավաքույթի մեջ մի քանի խումբ, կարծես մարդկանց համար սկսեցին աղոթել։ Այս հովին տրելին մի հատ խումբի մեջ, որ մարդկանց բժշկության համար էր աղոթում։ Վիդեոն ես տեսել եմ, իրան հրավիրել եմ, որ կաստեղ բժշկության աղոթներ պետք է բարձրանա եկեղեցում։ Եվ այդ ընթացքին ասում եմ, իսմա բան ունիմ, թարգմանիչ ունիմ, translator ունիմ, ասում եմ, աղջիկ translator ունեի, ասում եմ, ինձ ասավ, որ Աստված այսօր քեզանից ուզում է օգտագործի, մի հատ կին կգա, վիլչերի վրա նստած, եւ դու պիտի իր համար աղոթես, վեր կարա կայլի։ Ասում եմ, սիրան ասի,
Ես չեմ կարող, իմ մեջ այդ բանը չկա, որ ես կարողանամ այդպեսի աղոթեմ։ Ասում են, ձեզ ընթացքին, որ խոսում էին մատ կնոջ բերան վիլչերով։ Ծերունիկին բան պարամատքին էր։ Ասում եմ, որ մոտեցա իմ թարգմանիչից, ասում խնդրում եմ դու աղոթի համարը։ Ասավ չէ, Աստված ասել է որ դու պետք է աղոթես։ Ես վիդեոն տեսել եմ իմ աչքերով, կբերեմ, եթե ինքը եկավ, կասեմ ցույց տա ձեզ։ Եվ կնոջ համար աղոթում է կինը, վերկանում է եւ սկսում է քայլել։ Մատ փարալայз երեխա են բերում, մոտ 10 տարեկան տղա էր, որ չէր կարողանում քայլել, աղոթում է դրա համար եւ սկսում է քայլել։ Գիտեք, եւ որ մենք վստահում ենք, Աստված չի նայում մեր տկարության, չի նայում մեր վախերին, նայում է իր զորության, այդ բանը, որ ինքը կարող է անել։ Եվ մեզանից օգտագործում է իր փառքի համար։ Թողեք այդպեսի մոտենանք Աստծուն։ Մենք կարող ենք մոտենալ վստահությամբ ոչ թե որովհետև արժանի ենք, արժանի չենք, այլ որովհետև Հիսուսն է բարձյալ այդ ճանապարհները, բացել այդ ճանապարհները իր արյան միջոցով։ Հիսուսն է ճանապարհը բացի։ Մենք ոչ մեկ զորություն չունենք, մենք ոչ մեկ շնորհ չկա մեր վրա։ Այդ Հիսուսի շնորհի պատճառով է, որ մենք կարող ենք այդպեսի աղոթներ անենք եւ Աստված օգտագործի մեզ։ Շնորհը նշանակում է Աստված մեզ տալիս է այն, ինչին մենք արժանի չենք։ Հիմա ինչի արժանի չենք։ Արդյոք մենք ներման արժանի ենք։ Արդյոք արժանի ենք, որ Աստված մեզ ների։ Ոչ ոք արժանի չի։ Արդյոք մենք արժանի ենք, որ Աստված զորություն տա մեզ կամ հույս տա մեզի։ Ոչ։ Միայն Հիսուս Քրիստոսի արյան պատճառով մենք այդ արժանավորությունը վերցնում ենք։ Դրա պատճառով մենք մարդկանց հրավիրում ենք. արեք եւ ապաշխարեք։ Արեք եւ ձեր մեղքերի թողությունն առեք, որ Հիսուս Քրիստոսի արյան զորությունը սկսի ձեզ համար գործել։ Մենք եթե մարդկանց առաջարկում ենք, որ ապաշխարեն, չէ պետք է ասենք, արի մեր եկեղեցին ուրախ կլինես, տխուր ես, ուրախանաս։ Չգիտեմ, եթե հույս չունես, հույս կստանաս։ Հա, ստանալ կա։ Բայց իր կարևոր բանը, մեսեջը, որ մենք ունենք աշխարհի համար, էսա որ արի Հիսուսին հավատա, որ Հիսուս Քրիստոսի արյան զորությունը գավրեց եւ Աստված քեզի նայի, որպեսի իր սիրելի զավակ։ Աստված աշխարհի հետ գործ չունի։ Եթե առաջին Կորինթացից տեսանք, առաջի գլուխ նայենք, Աստված թողնում է։ Աստված Ռոմեացից առաջի գլուխն է։ Աստված թողնում է, ինչի համար, որտեղ մարդիկ մեղքի մեջ կորած են։ Եվ Աստծո խոսքն ասում է, եթե դուք մեղքի մեջ կորած եք, Աստված թողնում է, բայց միայն Հիսուս Քրիստոսի արյան պատճառով գալիս է եւ այդ արյունը Աստված նայում է եւ մեզի ողորմում է Աստված, իր գրեյսի միջոցով, իր շնորհի միջոցով։ Երբ սխալվում ենք, թող չփախչենք Աստծոց, այլ վազենք դեպի նա։ Սխալներ ով չի գործի, այսօր ով սխալ չի գործի։ Մեր մեջ կա մեկն ասի, ես չեմ սխալվել այսօր։ Սխալ որ ասում եմ հանդեպ Աստված։ Վստահ արել եմ, չէ՞։ Երանից ես եթե չեկար, ես սխալ գործել եմ։ Բայց պետք է այդամ Աստծու մոտ եւ ասեմ Տեր ողորմիր ինձ։ Ես միշտ նախքան քարոզն սկսեմ ապաշխարում եմ։ Ասեմ Տեր Աստված ների ինձ, օգնիր ինձ, ների ինձ, որ սուրբ ներկայանամ տե եւ Հիսուս Քրիստոսի արյան տակ ես գալիս եմ քո գարիտ առաջ, որտեւ իմ համար կանգնել էստեղ պատասխանատվություն ունի։ Կանգնել էստեղ Աստծո դադաստանը կարող է բերի ինձ համար եւ դրա պատճառով ապաշխարում եմ Տեր ողորմիր եւ մեղքերս ների։ Երբ սխալվում ենք, թող չփախչենք Աստծո երեսից, այլ վազենք դեպի Աստված։ Նրա գահը փակ չէ։ Նրա ձեռքերը բաց են։ Հիսուս Քրիստոսը իր ձեռքերը բացվավ խաչի վրա, որ առիթ տա մեզի, որ մենք մոտենանք եւ Աստված մեզի կրկի։ Ամեն։ Հալելույա։ Աստված մեզ օգնում է, որպեսզի մենք էլ օգնենք ուրիշներին։ Այսօր նկատակ,
Իսկ կյանքից շատ վկայություններ տվեցի, ինչու համար, որտեղ դժվար պահեր եկավ իմ կյանքից մեջ, եւ այդ դժվար պահերը դիմեցի Աստծուն, Աստված փրկավ ինձի, այսօր ես լիցվում եմ իմ անցյալը ձեզ հետ, որ մի վախենա, Աստված կարող է ձեզի փրկի, եթե ինձի տիղմից ու ցեխից հանելա, դժվարությունից հանելա, այդ զորությունը այսօր ունի, որ ձեզի էլ անի, Երկրորդ Կորինթացիների թուղթ առաջի գլուխ 3 եւ 4 Օրհնության Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը նա մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ ամեն ժամանակ Աստված մեզի մխիթարում է սպասի give up մի արա սպասի առաջ գնա ես քեզ հետ եմ ես քեզ չեմ մոռացել Give up մի արա գնա առաջ Աստված նեղությունների մեջ գալիս է որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել ուրիշներին այն մխիթարությամբ որով ինքն է մխիթարել մեզ Գիտեք եթե դժվարության ժամանակ մենք չկանչենք Աստված օգնիր ինձ ոչ մեկ փորձառություն չենք ունենա որ օտարների մենք օգնենք Եվ մենք կանչված ենք, ինչ որ ստացել ենք Աստծոց, այդ տանք մարդկանց։ Ամեն։ Հիսուս ասում է, որ բանը ասում է, տալը առնելուց ավելի գովելի է։ Ասում է, եթե առնում ես ծրի, պետք է տաս ծրի։ Մենք ծրի առել ենք, Աստծո շնորհի միջոցով ծրի տալիս ենք մարդկանց։ Հիմա մնացած մարդիկ եթե ընդունեն, թե չընդունեն։ Այսօր Ամերիկայի մեջ դժվար է որ մեկին մի բան աֆեր անես ուտելիք մարդիկ չեն վստահում քեզի Այսօր հավատքի մեջ էլ այդպես է մարդիկ չեն վստահում մեր մեսեջին ասեմ գոնե արեք մի անգամ փորձեք արեք տեսեք ինչքան հիանալի մի բան է Costco գնում եք չէ տեսնում եք որոշ կամպանիներ ինչ են բերում փոքր պատառներ են տալի ասում փորձեք Որոշները պես Costco լավ կշտանում են դուրս են գալի։ Հետո չի։ Թող այսօր մեր հոգևոր պատառները փոքր բաները տանք մարդկանց եւ մարդիկ կշտանան եւ զորանան Աստվածանից։ Եվ Աստված այն ժամանակ կանի, որ մենք կանչենք Տեր օգնիր ինձի եւ Աստված կօգնի։ Աստված երբ քեզ օգնում է, դա միայն քո համար չէ։ Մատ բաներից, որ Աստված մեզ օգնում է, դրա համար է, որ մենք օտարներին օգնենք։ Նա քեզ ուժ է տալիս, որպեսզի դու էլ լինես ուրիշների համար օրհնություն։ Յուրաքանչյուրը ամեն մարդ փոթորիկից անցնում։ Ով կա որ ասի իմ կյանքից մեջ փոթորիկ չեմ ունեցել։ Մեր կյանքի մեջ փոթորիկներ շատ է եկել։ Օրեք ասեք։ Եկել է, չէ՞։ Անգլերենով չեմ անում։ Փոթորիկը դուք նայեք անգլերենով գրել եմ։ Յուրաքանչյուրը փոթորիկներ կա իրաց կյանքի մեջ, եղել է իրաց կյանքի մեջ եւ անցել են։ Եվ կարող են դառնան մեկերի օգնության սորտ եւ իրաց կարողանան օգնեն։ Եվ իրանց օգնությունը, որ Աստծոց արել են, կարող է վկայության խոսք լինի նրանց համար, ովքեր դեռ իրենց փոթորիկի մեջ են։ Գիտեք, եթե մենք փոթորիկից անցել ենք, կարող ենք օգնենք այդ մարդկանց, որ փոթորիկի մեջ են, այսինքն դժվարության մեջ են։ Դրա համար եկեղեցին մեսեջ ունի մարդկանց։ Դրա համար Հիսուս Քրիստոսն ասում է, եկեք ինձ մոտով բեռնավորվածներ ու վաստակածներ, ես ձեզ հանգիստ կտամ։ Մենք այսօր այդ մեսեջն ունենք, եթե փոթորիկ կա կյանքիդ մեջ, եթե դժվարություն կա կյանքիդ մեջ, Հիսուս Քրիստոս Աստծո որդին պատրաստ է քեզ օգնի։ Քո այսօրվա աղոթքը, այսինքն Աստված օգնիր ինձ, որ ասում ենք, մի օր կարող է դառնալ մեկ ուրիշ դավանան գոտաների համար։ Աստված օգնեց ինձ։ Այսօր մենք ասում ենք Աստված օգնիր ինձ, ժամանակ կգա, որ այդ օգնությունը կգա եւ մենք կփորձենք Աստծո զորությունը
եւ մեր աղոթքը կփոխվի։ Շնորհակալ ենք ով Աստված, որովհետեւ դու օգնեցիր ինձի։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա, Աստված օգնում է։ Երբ ասում ենք Աստված օգնիր ինձ, Աստված լսում է, նա հոգ է տանում, նա գործում է, նա նույն Աստվածն է, ով օգնեց Մովսեսին Կարմիր ծովի առաջ։ Ծովի առաջ Աստված ճեղքեց ծովը, Դավիթին Գողիաթի դեմ օգնեց, Դանիելին արյուզների գուփում օգնեց, Պետրոսին ալիքների մեջ օգնեց, իրան վերցրեց եւ Պողոսին բանդում։ Նա կօգնի նաեւ քեզ։ Նա կօգնի նաեւ քեզ եւ ինձ։ Փառք Հիսուսին։ Խրախոսամ գնա ամենիդ համար։ Կարողա չեք իմանում ինչի մեջ օգնություն պետք ունեք։ Այսօր մի քանի բան ասեմ, որ մենք օգնության համար պետք է այսպեսի աղոթներ բարձրացնենք։ Տեր օգնիր ինձ, որ սուրբ կյանք ապրեմ։ Տեր օգնիր ինձ, որ ամեն օր քո հետ ժամ ունենամ։ Տեր օգնիր ինձ, որ օգտավետ անձնավորություն լինեմ քո եկեղեցուդ համար։ Տեր օգնիր ինձ, որ սիրելի անձնավորություն լինեմ ընտանիքիս համար։ Հազարավոր օգնության պետքություններ կա։ Եվ ամենակարևորը սա է. Տեր օգնիր ինձ, որ կարողանամ օգտվեմ քո արքայության զորությունը իմ սրտից մեջ։ Օգտվեմ քո զորությունը։ Եվ որ մենք օգտվում ենք Հիսուս Քրիստոսի զորությունը, հավատացած եմ, որ մեռելի վրա աղոթենք կարթնանա, հիվանդի վրա աղոթենք նա կբժշկվի, դևարի վրա աղոթենք դևերը կարձակվեն, ամեն, թե ոտքի վրա կանգնենք։ Հալելույա։